Ալեքյան Նորոն ռեժիմի կապիտանը երկուսով ցուցմունք են գրել, այսինքն ամուսինս դաժը ինքը ինքնավնասումից հետո բողոք չի ներկայացել, ես անգամ չեմ իմացել այս խնդրի մասին, տվյալ անձնավորությունները բողոք են ներկայացրել, որոնց հետ համատեղ 10 հոգի աշխատակազմից Այսինքն ձեր դատված ամուսնուն ում տվել են բավականին մեծ պատժաչափ, հիմա մի հատ էլ նորից ուզում են երկրորդ ծռոկն ավելացնել 5-ից 10 տարի, այո 5-ից 10 տարի երեք ուրեմն իրանց հոգեբուժը 3 հատ դեղ է ավելացել իր դեղորայքին, ասել որ պիտի տեղափոխեն ՑԴ քրեակատարողական հիվանդանոց, իսկ բանը ուրեմն Նարա Բաբայանը Պոակի պետի տեղակալն է եւ Պոակի պետը նշել են որ առայժմ կարիքը չկա իբր թե մեկնաբանելով ՑԴ-ում հոգեբուժներ չկա Ես գիտեք ինչ, ձեր ասացի վրա, ես հավատում եմ ձեր ասած յուրաքանչյուր բառին, ինչի եմ հավատում, ոչ թե ես ձեզ եմ ճանաչում դրա համար, այլ 2014-ից 17 թվականները գտնվելով Նուբարաշեն քերակատարողական հիմնարկում շինծու քերական գործով որպես դատապարտյալ, ես ինքս Ես ինքս էի տեսնում կալանավորների, դատապարտյալների բուժ սպասարկման որակը, որ դուռ էին ջարդում, չգիտեմ, գոռում, գոչում, ոռնում, բժիշկ էին ուզում, շտաբօգնություն էին ուզում, ոչ բժիշկ կար, ոչ շտաբօգնություն կար։ Մինչև այսօր իմ ականջի մեջ մնացել են հաց բերողի այդ ցավի տառապանքի ձայները, ոռնոցը այդ խեղճ եւ ասեմ, որ հաց բերողին սպանեց արդարադատության նախարար Արփիկ են, չաղկալաշկերով պորնիկը, անգամ չէին տեղափոխում Նուբարաշեն ՔԿՀ-ի բուժկետ, դատապարտյալների հիվանդանոց անգամ չէին տեղափոխում, այսինքն այն քանարին մինչև այդ մարդը մեռավ, եւ այսօր ոչ մեկ այդ մարդու հետ կապված չկրեց քերական պատասխանատվություն, ոչ Արթուր Դավթյանը, ոչ պորնիկ Արփինեն եւ այլն, եւ երբ որ խնդիրները գալիս են, որ գիտեք ինչ Պարտիալների բուժօգնություն, ես գիտեմ, որ բանը ոչ մի քերակատարողական հիմնարկում դեղորայք չեն տալի նորմալ, սրսկում չկա, բուժ մատերիալ չկա, ոչ մի բուժ սպասարկում գոյություն չունի, եթե ու այդ մարդիկ ոչ թե միայն կրում են պատիժ, այդ մարդիկ կրում են խոշտանգում, եւ ես իմ նախընտրական ծրագրում ասել եմ լայնամասշտաբ համաներում կառավարության նիստի հենց առաջին օրը, այսինքն բոլոր կալանավորները եւ դատապարտյալները, որոնք չեն անցնում պետական գույքի վատման հոդվածով, կրուպնակալիբրի, այսինքն մեծամասշտաբ նարկոտիկ տարածելու հոդվածով, պեդոֆիլիայով եւ փողերի լվացումով, այդ բոլոր կալանավորներն ու դատապարտյալները պիտի օրը 12 հատ մոմ վառեն, Են որ ասում գնան օխտը եկեղեցի, որ ընտրվի Վարդան Ղուկասյան, միակ մարդը, ով ասել է համաներում, եւ իմ խոսքի տերն եմ, ինձ պետք են դատարկ խցեր, դատարկ բերթեր, որպեսզի այս ազատության մեջ գտնվող, շատ ներողություն ես կուլտուրական մարդ եմ, բայց իրերը կոչենք իրենց անունով, ազատության մեջ գտնվող բոզի տղեկը, ընդամենը մի քանի օրվա մեջ համալրելու են այդ բոլոր խցերը Եվ ես ոչ մի կերպ, օրինակ, բանը Վանաձոր քերակատարողական հիմնարկի Բերդի պետը, որ բոզի տղա է, դրա մասին ոչ մի խոսք։ Հիմա նորանշանակ արդարադատության նախարարը, Սրբուհի Գալյանը, մեզ լսում է, այկնիկ լսավ։ Բան ունեք ասելու ես դլույին։ Պարոն Ղուկասյան, իմ հարցը էս է, որ առաջի գործով ամուսնու դատահոգեբուժական փորձաքննության չեն ենթարկել, դատել են դատավորի ներքին համոզման հիման վրա ու նույնը հիմա են անում, դատահոգեբուժական փորձաքննություն չեն տալիս, ասма վաղը մի ժամով կտանենք փորձաքննության։ Իսկ ով տեսել, որ շիզոֆրենիայի 8-ը հոդվածով մարդը, ով նաև ունի էպիլեպտիկ երևույթներ, իրան ներառած է դիազեպան, կարբամազեպին, որոնք էպիլեպտիկ հիվանդների դեպքում են նաև տալիս, ով տեսել, որ մի ժամով այդ նման Ուրեմն դուք գիտեք ինչ պիտի անեք Տիկին ջան, դուք ձեր ամբողջ ազգուտակը ընտրությունների ժամանակ մի մարդու նման պիտի գնաք ընտրատեղամաս, եթե ուզում եք ձեր հարցը հիմնովին լուծվի, եւ ձեր ամուսինը դուրս գա։ Պիտի գնաք ընտրատեղամաս, քարոզանեք միջև էտել գնալը, որ ժողովուրդ քելեք ընտրում եք Վարդան Ղուկասյան։ Ես խոստանում եմ ձեզ, ասեցի, համաներում։ Всё, շնորհակալություն, ձեզ ընկեր Աննա Վարդապետյանը լսավ։
հետևություն էրա։ Ու դու ինքես սրբուհի գալան, քեզ մնացել է մի քանի օր։ Դիվանագիտական ազնագրի ժամկետը մոտենում է։ Խմելու ջրի հարցը ինչ եղավ այ կնիկ։ Քննարկատանողական հիմնարկում խմելու ջուրը ինչ եղավ, հələ մինչև հիմա այդ անտերը քաշ են համարում։ Ես գիգիշի տուն ու տեղը խիցս ծրի, այդ խմելու ջրի համար։ Իմիջալոս, քանի որ գնաց խոսք միանգամից քո հիմնարկից։ Так, սրբուհի գալան, գրա։ Արմավիր քերակատարողական հիմնարկում կա աշխատակցուհի Պետրոսյան Գոհար, ով գրասենյակի պետից նշանակվել է ռեժիմնիկ։ Ռեժիմ, որպեսզի սպայականով գնա թոշակի, բայց ռեժիմի գործերով բացարձակապես չի զբաղվում։ Ինքը շարունակում է նստել իր գրասենյակում, զուգվում, զարդարվում, քաղաքացիական ու պոզիումի շորերը հանգնում, թանկանոց դուխին հերմես, մերմես լցնվեն գալը։ Ես էլ հերմես ունեմ։ Так, սա Արտակ Ղազարյանի խնամինա, դրա համար են բանը բրթմարաջ եւ Գիգիշի հարևանը։ Եթե դու իմ խոսքի վրա կասկածում ես, ինքես էլ պոյի գալան, սա կամերա։ Կամերաները պահանջի, տես գրասենյակում ով է նստած, այսինքն Գոհար Պետրոսյան, եւ որտեղ պիտի լիներ Գոհար Պետրոսյանը ռեժիմի բաժնում, բայց աշխատում է գրասենյակ։ Ներքին կարգով լուծել են, որ Գոհար Պետրոսյանը բարձր բանով գնա թոշակի։ Լսա լայքնիկ։ Մենակ շինվելը չի։ Ուրեմն, լավ, քնչականին էսա կրադառնանք։ Էսի մեկ։ Ստեղ մի հատ է զան։ Սով էր։ Ուրա։ Ստացի մենք հան նյութա լծվե։ Так, զանգահարենք մյուս զանգը եւ անցնենք մեր թեմաներին։ Զոֆացի ծնողը կամ հարազատ, հեսա կտեսնենք։ Чка, անցանք առաջ։ Так, дальше. Ուրեմն Պեկի նախագահ Էդուարդ Հակոբյան։ Ուրա։ Ուզում եմ հասկանամ այս մարդկանց որտեղից են ճարում։ Էժմիածնի սարքաշինական գործարան ՓԲԸ, որը 67 թվին է կառուցվել, այդ գործարանի սեփականատերն է։ Հիմա այս մարդուն դրել են Պեկի նախագահ։ Ես ուզում եմ, որ այս հատվածը բավականին ուշադիր լսեն մեր ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ եվրոպական պետությունները եւ այլն, որոնք որ ըստ շրջանառվող լուրերի անընդհատ բան են անում, թե եվրոպամեդներն են, բաները, այս Վազգենի Քուրբոզի տղեն, Արման Բաբաջանյան եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց եթե դուք եվրոպամեդներ եք, էլ մի հատ ուշադիր նայեք։ Պուտինն է մեղավոր, Բոզից տղեն, ինչ